Ընկերներ, այսօր ներկա ենք մի շատ կարևոր եւ նշանակալից առիթի։ Արսեն Մանասյան, բարեկամս ծննդյան օրը շնորհավոր լինի։ Մեր 44-օրյա պատերազմի հերոս Սամվել Մանասյանի եղբոր Արսեն Մանասյանի 22-ամյակն է։ Հարգանքներս բոլորին, ինչ եղբայրը զոհվել է այդ օրվանից դեռ ծնունդ չեն նշել։ Ես մենակ ուրախ ու հպարտ եմ, որ եւ այսօր առաջին անգամ ծնունդ են նշում, ձեր մեջ ուժ եք գտել ու սկսում եք կյանքը, հենց քո ծնունդով։ Սամվել Մանասյանը ունի արդեն փոքրիկ 3-ամյա եղբայր։ Մանվել, արի ելը, արի մոտ ես, Մանվել։ Սամվելը մեզ հետ է։ Որպես մխիթարություն եւ նոր կյանքի սկիզբ, ու քեզ շատ է սիրում։ Սամվելը մեր հերոս անուշ աղբերը, նա մեզ հետ է իր գործով, նրա եղբայրը Արսենը իր հոգևոր ներկայությամբ։ Փոքրիկ եղբայրը, Մանվելը։ Մենակ պետք է հպարտ լինենք ու ուրախ, որ ունենք նման տղաներ եւ ունեցել ենք նման տղաներ։ Այնպիսի ջերմությամբ մայրիկին գրկիր ու ծաղիկները նվիրի, որ եղբոր ներկայությունը մենք զգանք։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Բարեկամներ, հարազատներ, ուրեմն տեսեք, Սևանը արդեն ամբողջովին պատրաստ է հյուրերին ընդունելու, ջերմացնելու, թացացնելու եւ զագար պարգևելու։ Հրաշք է Սևանը, ալեկոծվել է փոքրիկ մինի ալիքներով, սպիտակ գույների մեջ եւ երկնքի կապույտի մեջ հրավիրում է ձեզ իր գիրկը։ Եկեք ու տեսեք Սևանը իր ամբողջ գեղեցկությամբ, իսկապես Սևանը հիմա այլ տեսք ունի, մեկ ուրիշ ձևի սիրուն է, փոխվել է ու հյուրընկալ է դարձել, չարաճճի չի, էլի, հիմա հյուրընկալա, որ գաք ու մտնեք իր ջրերի մեջ։ Սևան, մենք քեզ սիրում ենք, բայց հիմա չեն գալի քո ջրերի մեջ, պետք է գնանք Երևան, էլի, կարևոր գործ կա, հետո կգանք քո մոտ։ Հայաստանից վրա շողաթող լուսաբաց, շատ է տեսել ժողովուրդս, ավերուլա։ Շողայր գրիս վրա, օտարության ճամփաներից, պանդուխտ հայը թող տուն դառնա, խաղաղ երկինք լույս է արև, թող մի շողայր գրիս վրա, օտարության ճամփաներից, պանդուխտ հայը թող տուն դառնա, պանդուխտ հայը թող տուն դառնա, հայրենիքս հզորանա ու շենանա, ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայը հայոց հողում պիտ մեծանա, հայինս է սուրբ Մասիսը ծովվանա, հայրենիքս հզորանա ու շենանա, ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայը հայոց հողում պիտ մեծանա, հայինս է սուրբ Մասիսը ծովվանա։ Հայ զինվորս մնականգուն, նրա ոգին է ասասան, հայ օջախում բացվի գարուն, խինդ ու սիրով լծվի մանկան, հայ զինվորս մնականգուն, նրա ոգին է ասասան, հայ օջախում բացվի գարուն, խինդ ու սիրով լծվի մանկան, խինդ ու սիրով լծվի մանկան, հայրենիքս հզորանա ու շենանա, ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայը հայոց հողում մեծանա, հայինս է սուրբ Մասիսը ծովը։
Չեք կայանը, աղբերս կաղա Երևան էտաս։ Աղբերս։ Աղբերս նկարում ես։ Հայաստան նորեն պիտի Կայերը։ Լավ է։ Լավ Վարշավին եմ ես։ Ընտիր Վարշավին եմ, տորտ բան արել ենք, սա։ Բարև ձեզ։ Ուրեմ նվերը, ինչ ա որ։ Մատանիա մեջ է, բայց մի հատ էլ խափելու համար բրլոկ եմ դրել վրանից։ Հա, խափում ենք։ Հա։ Վարդան։ Ուրեմ լավ, հիմա բանը հասկանանք մեր Մենակ ես կողմն եմ սկոճարը, այն կողմից բաց։ մեր հերոսի անունազգանն է Սամվել Մանասյան։ Սամվել Մանասյան, Արսեն Մանասյան, չէ։ Սամվելը, Մանվել Մանասյան։ Մանվել էլ ունենք։ 3 տարեկան։ Բա շատ լավ է։ Այսինքն դեպքից հետո էլի։ Դե ապրեք որ այսքան ուժ ունեք ձեր մեջ։ Կան է սանակ, մանավանդ քուրը սանակը գալի կգային։ Հա։ Որտեղ է ծառա է Սամվելը։ Մատաղիս։ Հատաղից։ Շատ բարի։ Բարի օր աղբերներ։ Հազար բարին, լավ եմ աղբեր, լավ եմ, դուք լավ ելնեք։ Հաճելի է շատ։ Դե աղբերը նկարիր տղերքին, որ ճանաչում ենք իրար, հա։ Վանուտ ինչ ա։ Արթուր ջան հաճելի է։ Տիգրան, հայոց ձևով, հա։ Մենք ներկա ենք մի շատ կարևոր եւ հուզական առիթի։ Մեր 44-օրյա պատերազմի հերոս Սամվել Մանասյանի եղբոր Արսեն Մանասյանի 22-ամյակն է եւ ինչ եղբայրը զոհվել է այդ օրվանից դեռ ծնունդ չեն նշել եւ այսօր առաջին անգամ ծնունդ են նշում եւ ավելին ասեմ, ուղղակի անունը մոռացա, մեր Սամվել Մանասյանը ունի արդեն փոքրիկ 3-ամյա եղբայր, որպես մխիթարություն եւ նոր կյանքի սկիզբ։ Իսկ հիմա կուզենայի ցույց տալ մեր Մանասյան Սամվելին նվիրված տեսանյութ։ Սամվել Համլետի Մանասյան։ Հարգալից վերաբերմունք բարեկամս, լավ դու ոնց ես։ Գեղեցիկ անակնկալ։ Կներես աղբեր, կներես։ Բան ինչ երաժշտություն է։ Երաժշտություն ինձ թվում է վերջի պահը կարելի է ինչ-որ մեր Սամվելի համար ինչ-որ բան դնել, որ իրան ներկայությունը զգանք, ես իմ խոսքը նսկանեմ, որ վերջում էդի զգասպի էլի։ Սամվելի ներկայությունը զգանք։ Վերջում թողնի։ Ընթացքային ոչ մի բան պետք չի, ուղղակի ժամանակ ինչ-որ բան պետք չէ։ Չէ, իմ խոսալ ժամանակ բան պետք չի, դու DJ Անուշ աղբերն ես, անունդ Գագ աղբեր հաճելի է, բա Կարեն Գագ, Ստեփան, Վարդան, հաճելի։ Ոնց եմ ձեզ ներկայացնելու։ Ասա Ստեփան Մարգարյան։ Ստեփան Մարգարյանն է եկել, անակնկալ կա, այլ ոչ մի բան մի ասա։ Տարարում եմ, ներս եք մտնում։ Հա, մտնում ենք ներս։ Հա, այս խոսքը տալիս եք։ Հարգելի Կարեն Կարանում են մեզ։ Գագ Կարեն, բա մենք Կարեն, քանի տարի է դու այսպես հրաշալի առիթներ ես վարում բարեկամս։ Ես շատ մաչելի էժանտ համադայեմ, շնորհակալություն, արդեն Հարմարավետ գներ, Անուշ աղբեր գները։ Այո, երկար տարիների աշխատում եմ այս բնակավարում, բայց մասնագիտությամբ ճարտարապետ եմ։ Դու բռնացել ես բարեկամս, հիմա էլ ուրիշ շենք ես սարքում, որը Հարցերի համար խնդրում եմ զանգահարեք։ Հոգևոր աշխարհում եք 02 չէ, 077-ով 211-094։ Կարելի է։ շատ հեշտ համար ասեցիք, անգամ պետք չի գրել, հիշվում է 07 15 26 78, չէ։ Այո։ Հիմա Հարգանքներս բոլորին գեղեցիկ ծափեր էին, բայց մի հատ էլ լսենք ծափեր առանց երաժշտության, ծափեր բարձր։ Արսեն Մանասյան, բարեկամս ծննդյան օրը շնորհավոր լինի։ Ես մենակ ուրախ ու հպարտ եմ, որ ձեր մեջ ուժ եք գտել ու սկսում եք կյանքը, հենց քո ծնունդով։ Համաձայն ես։ Համաձայն եք։ Համաձայնություն մենակ ծափերով եք ցույց տալիս։
Ես տեղյակ եմ եղբայրս, դու ունես հերոս եղբայր, մեր Սամվելը։ Սամվելը մեզ հետ է, հենց սկզբից սկսեմ այդ նոտայով։ Նա մեզ հետ է իր գործով, իր հոգևոր ներկայությամբ, ու քեզ շատ է սիրում։ Դու էլ իրան ես սիրում, ու բոլորը։ Ես չէի ուզի, որ լռություն տիրեր, որովհետև իսկապես մեր ցանկացած կյանքը տված տղա ուզեցել է, որ մենք ուրախ լինենք, շարունակենք ապրել ու ստեղծագործել։ Հետևաբար, մենակ պետք է հպարտ լինենք ու ուրախ, որ ունենք նման տղաներ և ունեցել ենք նման տղաներ։ Կուզենայի ծափեր տայիք, հարգենք իրենց ներկայով, որովհետև նրանք մեր հետ են իրենց գործով ու միշտ կլինեն։ Շնորհակալ ենք, շնորհակալ հենց մեր առաջինը մեր Սամվելից։ Շնորհավոր լինի։ Դու այսօր մի ուրիշ ձևի ծնվար, ու բոլորն ուրախ են դրա համար։ Հիմա ուրախանում ենք հենց Արսենի համար, էլի ծափերով։ Հիմա հասնում ենք ուրախ նոտային ու Արսեն ջան, միշտ պետք է հպարտ լինես, բացի հպարտությունից ոչինչ զգալ պետք չի։ Դա հպարտանալու առիթ է։ Պահես մի վարքյան, բանն ես ասելու, կարաս ասես։ Սրտովդ ինչ անցնի, ինչ ուզես։ Սիրելի հարազատներ, ուրախ եմ, որ այս օրը ինձ հետ առիթ կիսում եք բոլորը ու սենց օրեր ազատ եք լինելու։ Շնորհակալ եմ բոլորից հետ, որ բոլորդ եղել եք ու եկել եք։ Ես հիմա նայելով Արսենին տեսնում եմ Սամվելին, թե ինչքան լավ ուժեղ ու հզոր տղա է։ Այնպես որ մեծ երազանք պահիր ու պետք է կրկնեմ, բայց կարևոր է որ կրկնեմ։ Դու այսօր նոր ձևով ծնվում ես ու երազանքներ միշտ պետք է ունենաս։ Հələ ես Մանվելին չեմ հասել, ուր է մեր Մանվելը։ Երազանք ես պահում փչում ես, թող ծափերը ամենաբարձրը հնչեն։ Ես հացրությունը վերցրու, Մանվել, արի էլ է, արի մոտ ես, Մանվել, ես ես յան է, Մանվել, արի ապերի մոտ, արի։ Հա? Իչսն է, Ես նայում եմ Մանվելին ու նրա աչքերի մեջ անսահման կրակ ու երջանկություն եմ տեսնում, թող այս աչքերը միշտ այդպես էլ մնան, ձեր շնորհիվ։ Յուրաքանչյուր հրավիրված մարդ շատ կարևոր է և ձեր ներկայությունը ոչ միայն այստեղ, այլ նաև կյանքում։ Լավ լինեք, առողջ լինեք։ Ծափերը։ Հիմա մենք կամաց մոտենում ենք մի շատ կարևոր պահի, որ այդ պահին արդեն խանգարի էլի տորթը։ Արի տորթը մի բան անենք, հա։ Կարեն, ապրես։ Մի հատ այդ համադայի համար ծափ արենք մեր հանդիսավարի, շատ հարմար հիշվող հեռախոսի համար ունի, պրոստը մոռացա։ Հա, թե չեք ասեմ։ Դու ունես նվերներ, բայց ես հերթով եմ ծալիս նվերները ու դու ժպիտով վերցնում ես։ Այս կոնյակ է, հատուկ քեզ համար, կհիշես, կպահես 30-ամյակիդ ենք խմելու, ով ուզում է գալիս է խմում է։ Դու էլ տալիս ես, էլի։ Հա։ Շատ լավ պահ է, բայց մինչև վերջին հասնելը մենք ևս մեկ կարևոր գործողություն ունենք անելու, որ ծաղիկներ պետք է նվիրես մայրիկին ու այս պահից ու առհասարակ դու, ես զգում եմ, որ գիտակցում ես, դու 2 հոգու տեղ ես ապրում ես պահին, այնպես որ այնպիսի ջերմությամբ մայրիկին գրկիր ու ծաղիկները նվիրի, որ եղբոր ներկայությունը մենք զգանք։ Ես վստահ եմ, որ կարող ես, չէ՞։ Դե ծաղիկը վերցրու, կոնյակը տուր ենք ես պետք չիմա, բայց սպասի, մի շտապիր, սոնակույրիկ, կխնդրեի դուք էլ մի քիչ կենտրոնական հրապարակ գաք։ Պահնա, որ նվիրես ու իմ ասած ձևով գրկես, պարտադիր, սիրով, շատ, կրկնակի, հա, դավայ գնաց։ Քեզ ամուր կրկեմ, սիրտը իմ կարոտից փրկեմ, ինձ համար խոսող արցունքներն աչքերից սրբեմ։ Հաթաթվիր ինձ ման, քո գրկում
կյանքը գեղեցիկ է, ոնց էլ որ նայես։ Մեկի սպորտությունը շատ, մեկին պակաս։ Գեղեցիկ է միշտ։ Սոնակույրիկ, ձեզ համբերություն ու երբ որ տխրելու կլինեք, ուղղակի նայում ենք Մանվելին, ուր գնացիր ախպեր։ Մանվել։ Մանվելին ենք նայում, որովհետև այս ծափերը հատուկ մեր սոնակույրիկի համար, որ իր ուժը ու պայքարը ցույց է տվել։ Այսօր Մանվել ունենք։ Դա անուշ ախպեր Մանվել աշկերի մեջ էլ լիքը փայլ։ Քո գրկում ես մանուկ դառնա։ Շնորհակալ ենք, որ ձեր մեջ ուժ եք գտել ու շարունակում եք։ Իսկ հիմա արդեն մեր անուշ ախպեր Արսենի նվերը պետք է տանք։ Կարեն ուզում ես գաս իրար հետ տանք։ Մի քիչ։ Դու կողքից նայիր, լավ։ Վերցրու ու կամած բացիր, մի անգամից չբացես, էլի։ Ասեմ քեզ, որ մայրիկդ որոշել է քեզ շատ հետաքրքիր ձևով նվեր տա։ Այդ հետաքրքիր նվերը հանես, չէ՞։ Հա, թե ճիշտ է հանե։ Ճիշտն է հանե, թող էսի չի, հա, բերել եմ անարի։ Չէ, սխալն էր հանել։ Մենք այդպես չենք պլանավորել։ Մանարի։ Սա բան է։ Հələ մեծ սխմի։ Հա, ջոգի չէ որ փոլ չի։ Բայց մի օր բան ենք անելու, իսկական սրանից տալու ենք, չէ՞։ Հա։ Տվել եք, բան չի, ես չեմ ելեն, դե որ։ Դու BMW ունես ախպեր։ Դե անփորձան քշես, ոչինչ, դե որ BMW-ն ունի, ես ուրեմն շատ ճիշտ պահի նվեր ենք տալու, ով գիտի ինչա, մարդ կա որ գիտի նստածներից։ Չէ՞։ Չգիտեք։ Դե լավ, տամ, շատ չձգեմ, բաց։ Բայց վրան գերատ է էլի, ինչ կրնի։ Այսպես բանան ենք, ահա։ Շատ ծիրուն ճաշակով ճողի մատանի ու ոսկուց։ Լավրն ես, առողջ լնես, միշտ սիրված։ Իմացիր, որ քեզ բոլորն են շատ սիրում ու կրկնակի են սիրում։ Քո կերպարի մեջ երկու կերպար կա, երկուսն էլ լավ պահես, արժանի լինես ու միշտ։ Շնորհակալ եմ բոլորիցդ ծափերի համար, իսկ մենք հեռանում ենք, ես խոսափողը փոխանցում եմ մեր Կարենին։ Կարեն, բարեկամս ես գնում եմ։ Ամենաբարձր ծափարությունները ես խնդրում եմ Ստեփան Մարկարյանի համար։ Բրավո։ Տղեցիկ դենգայացման, տղեցիկ անակնկալների համար։ Անակնկալ ես ուսում իրեն կան Սա մի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ ամեն Ապրես ախպեր, ապրես։ Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհության Քույրիկ։ Ես ձեզնից մեկը տեղս ցիկ Մենք իմաստուն ունենք ասելիք Մեր լեզուն հիմա մեր գործնա Դարերի մեջով եկած մեր փորձնա Ասկս կովաբանելուց է չհոգնա Իմացեք չարիքի սկիզբը բողոքնա Աստծո գենա մեր վենեկով Մենք է պարսում ակուր հայացքով Կարոսում ենք բարին բոլորի ծնունդի լույս Սերեկով թե մթին Լույսը մեր մեջ տալիս ենք աշխարհին Շնորհակալություն ևս մեկ անգամ ծափարություններ Բարեկամներ, մենք կարծես թե շատ գեղեցիկ ու սահուն ձևով հեռանում ենք։ Հեռանալուց էլ փաստորեն մեր անուշ ախպեր Արտուրը, դու արջուկներ ունես տարատեսակ, հա։ Դե քո համարն էլ ասի հիշեմ։ 091 091 54 64 44 ու ասեմ ձեզ, պետք չի գրել, ուղղակի հիշեք 065 75 61 48 Պետք չի գրել, հիշեք, 4-ը հիշեք։ Ընկերներ, մի գնացեք, բարեկամներ, լսեք, ուրեմն իրականում մեր ժողովուրդը վերջին փորձությունը անցավ 20 թվականին և նման փորձությունների մեջով մենք շատ ենք անցել ազգովի։ Իմ սրտի մեծ ցանկությունն է, որ չլինի նման փորձություններ առհասարակ ոչ մի ազգերի մոտ, ոչ մի բանականի մոտ նման կորուստներ չլինեն։ Լինելու դեպքում էլ թող ինչ որ ձև գտնեն մխիթարվելու, ինչպես մեր առիթի
մարդիկ սոնակույրիկը միշտ այդտենց ժպտակ։ Ես ուզում եմ, որ դուք միշտ ժպտակ ուրախ լինեք ու ապրեք, որ մեզ մանվել եք վերել տվել։ Մանվելը լավն է, մանվելը։ Սամվել Համլետի Մանասյան Ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում, ապրել է Քասախ գյուղում։ 2019 թվականին ծառայության է անցել Մատաղիսում, եղել է լավ նշանառու։ Ոսողի դեմ կռվել է անձնվիրաբար և ընկել հոկտեմբերի 18-ին Մարտակերտում։